Հայաստանի տնտեսության առաջատար ֆինանսավորողներից Ակբա բանկը, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկն ու IPC խորհրդատվական ընկերությունը համախմբել են գյուղատնտեսության ոլորտի փորձագետներին քննարկելու ինչպես դիմակայել կլիմայական ռիսկերին։ Քննարկման առանցքում գյուղատնտեսության մեջ նորարար տեխնոլոգիական լուծումների ներդրումն է, հակակարկտային ցանցերի տեղադրումից մինչև հողի ճիշտ պարարտացում։ Ռիսկերից դեպի հնարավորություն համագործակցությունը կնպաստի, որ Հայաստանի գյուղատնտեսությունը փոփոխվող կլիմայական պայմաններում դառնա ավելի դիմակայուն ու մրցունակ։ Բոլոր մարտահրավերները, որոնք կան գյուղատնտեսության առաջ, դա նաև բանկի առջև կանգնած մարտահրավերներ են, բայց ես կուզենայի, որ այս խնդիրը մենք նաև համարենք մեր համար հնարավորություն։ Մենք օգտվելով տեխնոլոգիական զարգացումներից, որ այսօր կան, նաև գյուղատնտեսության մեջ մենք կարողանանք օգտագործել այս առիթը, որ ավելի խելացի ձևով կառավարվող տնտեսություններ ունենան։ Ակբա բանկն իր SME.agba.am հարթակում գործընկերների հետ համագործակցությամբ գործարկել է հատուկ առցանց կրթական դասընթաց գյուղատնտեսության ոլորտում աշխատողների համար։ Դասընթացը ներկայացնում է կլիմայական ռիսկերի տեսակները, դրանց հետևանքները եւ հաջողելու հնարավորությունները։ Առաջիկայում կայքում կավելանա եւս 2 մոդուլ կայուն գյուղատնտեսության վերաբերյալ։ Ներդրված կրթական ծրագիրը հնարավորություն կտա մեր ագրոոլորտում զբաղվող տնտեսվարողներին ավելի ճիշտ գյուղատնտեսություն վարել։ Մարտահրավերները շատ են, դրանք վերաբերում են հիմնականում գլոբալ տաքացմանը եւ եղանակային պայմանների փոփոխությանը։ Լինելով իրազեկ, մեր գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած ֆերմեր կկարողանա ճիշտ ուղղությամբ պայքարել այդ խնդիրների դեմ։ Ուսուցման առաջին ծրագիրը արդեն տեղադրված է հարթակում, մենք եկող տարվա ընթացքում կունենանք եւս 2 ուսուցման մոդուլներ, որոնք կվերաբերեն կայուն գյուղատնտեսությանը եւ եկող տարվա սկզբին մենք կունենանք դասընթաց կայուն գյուղատնտեսություն, կայուն ֆինանսներ թեմայով։ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ու Ակբա բանկի ավելի քան 20 տարվա գործակցության ընթացքում համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել՝ ի նպաստ Հայաստանի տնտեսական կայուն աճի։ Ակբա բանկը մշտապես եղել է նորարար, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Ընդամենը մի քանի շաբաթից կներկայացնենք եւս մեկ նորարարական լուծում։ Հիմա չեմ կարող բացել բոլոր մանրամասները, բայց մենք կլինենք առաջինը, որը այս լուծումը հասանելի կդարձնի մարդկանց եւ բիզնեսների հատուկ խմբին։ Վերջին 13 տարիներից 8-ը եղել են աշխարհում երբևէ գրանցված ռեկորդային տաք տարիներ։ Կլիմայական ճգնաժամը տարբեր կերպ է արտահայտվում՝ բերքատվության անկում, երաշտ, ջրի պակաս, հողի որակի փոփոխություն, եղանակի տատանումներ։ Այս խնդիրներին դիմակայելու համար պահանջվում են նոր մոտեցումներ։ Եղանակային մարտահրավերները ավելանում են։ Մենք պետք է հասկանանք, որոնք են ամենաառաջադեմ գլոբալ տեխնոլոգիաները եւ ինչպես կարող ենք այդ լուծումները ներդնել մեր բիզնեսներում ավելի դիմակայուն դառնալու համար։ Քննարկմանը IPC խորհրդատվական կազմակերպության գյուղատնտեսական փորձագետը ներկայացրեց գիտական տվյալներ եւ լավագույն գործնական փորձերը, որոնց միջոցով հնարավոր է կրճատել կլիմայական ռիսկերի ազդեցությունը, ապահովելով կայուն եւ երկարաժամկետ զարգացում։ Հիմա մեր մոտ վիճակը երաշտային խնդրահարույց է, բայց հաջորդ 20-30 տարիներին ավելի դժվար է լինելու։ Հաշվարկները մենք պետք է կատարենք 20-30 տարի առաջ ունենալով։ Մեծ առավելություն ունենք մեր հարևան երկրներից շատերի հետ, որ մենք ունենք բարձրացող գյուղատնտեսություն, ունենք դաշտավայր, ունենք նախալեռ, լեռներ, այսինքն այս գոտիականությունը մեզ տալիս է հնարավորություն ճկունություն, դիմասկունություն։ Արտադրությունը մենք կարող ենք տեղափոխել ավելի բարձր գոտիներ, որտեղ որ ավելի հով է, որտեղ որ ջրի կարիք այդքան չկա։ Այսինքն մենք այդ հնարավորությունը ունենք, իսկ դա եզակի հնարավորություն է։ Մեր լեռները մեզ պաշտպանում են, հնարավորություն են տալիս։ Ակբա բանկը ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի նորարարական գյուղատնտեսության զարգացումը, առաջարկելով եւ աջակցելով տեխնոլոգիական լուծումների ներդրմանը, գիտելիքի վրա հիմնված որոշումների կայացմանը եւ արժեշղթաներ կառուցող նախագծերի ֆինանսավորմանը։